Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանն ինստագրամյան հարթակում անդրադարձել է իրեն պարբերաբար ուղղվող քննադատություններին ու մեկնաբանություններին։ Էվելինան իր այս հրապարակման մեջ ասում է, որ ինչ ուզում է լինի, եթե մարդիկ չեն կարողանում ձեզ տեղավորել իրենց քառակուսու մեջ, ապա միևնույն է քննադատելու են, չարախոսելու են եւ այդպես շարունակ։ Բամբասկոտ մարդկանցից զսվում եմ, կան չէ մարդիկ, ովքեր միշտ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտի մեջ են, իրենց էլ չեմ սիրում, ու կան չէ, որ չեն հասկացել, որ խնդիրը ոչ թե մնացածի, այլ հենց իրենց մեջ է, իրենց նույնպես չեմ սիրում։ Կան այնպիսիք, ովքեր մի հոգու բամբասանքի զոհը դառնալով առանց պարզաբանումների հարաբերություններ են փչացնում, հենց այն մեկի հետ, ով իբր իրենց մասին վատն էր խոսել, այն առաջինի պատմածով, ֆու, ես ամենաշատը երևի հենց այդ կախականջ հավատացողներին չեմ սիրում, իրենք այնքան վախկոտ են, որ նույնիսկ դեմ առ դեմ խոսակցությունից են թեպեր առեց փախնում, բայց երևի ամենաշատը իրենց զոհի տեղ դրած վանքի հավեր ուտողներից եմ խոսում, իրենք ոնց խեղճ ու վախկոտ կան, այդպես էլ կմնան, այս կյանքն եմ սիրում, սիրով լի մարդկանց եմ սիրում, առողջ մտքով ու համարձակներին եմ սիրում, կուլ չգնացողներին, մինչև վերջ արդարության համար կռիվ տվողներին եմ սիրում, իրենց բացասական համոզմունքների վրա մի քիչ, գոնե շատ քիչ կասկածողներին եմ սիրում, նշել է Էվելինան։ Էվելինան նաև նշում է, որ այս հրապարակումն անում է, քանի որ ամուսինը գնացել է նկարահանման եւ ինքը տանը մենակ է։ Բարի երեկո, ցավոք միայն օրվա վերջումը հաջողվում մնալ մի քիչ ազատ ու ձեզ հետ շփվել, բայց ինչևէ, քանի որ Լևը գնաց կրկին նկարահանման, ես էլ տանը մենակ եմ, քարիկներով մեյքափս վկա, ես եմ հեղինակը ու շատ սիրում եմ, դուրս շատ ա եկել, դուք էլ գնահատեք, բայց լավ չշեղվենք այս աղջկական թեմաների վրա, եկել եմ ավելի կարևոր բան ասելու։ Լավ, սիրելիներ ջան, մարդիկ ջան, եկել եմ ասելու, ինչ ուզում անենք, լինենք լավը, վատը, տգեղ, գեղեցիկ, թեև ես այդ չափորոշիչները երբեք չեմ հասկացել, խելացի, անխելք, եթե մարդիկ որոշել են, որ մենք իրենց քառակուսիների մեջ չենք տեղավորվում, միևնույն է չենք տեղավորվում, այդ քառակուսիների մեջ չենք տեղավորվելու, եւ դա ամենևին մեր խնդիրը չի։ Հիմա խնդրանք հորդոր կամ անձնական փորձից մի կտոր ընդհանրապես մի մտածեք, թե ինչ կմտածեն ձեր մասին։ Ուղղակի ապրեք, վայելեք այս կյանքը, ապրեք այնպես, ինչպես դուք եք համարում ճշմարտացի։ Թե ինչ կասեն, ինչ ուզում ա թող ասեն։ Իմաստնություն իմաստնությանց։ Ասեք։ Գյումրու 7 վերք եկեղեցու մատուցվել է պատարագ, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահան Խաչատուրյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկա են գտնվել նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ։ Պատարագը մատուցել է Քահանա Օրդոյանը։ Նշենք նաեւ, որ ներկաների շարքում է նաեւ եղել Վերջին զանգը հեռուստասերիալից հայտնի դարձած եւ այսօր մեծ ճանաչում ունեցող դերասան Լևոն Մկրտչյանը։ Գաղտնիք չէ, որ Լևոն Մկրտչյանի քրոջ ամուսինը ազգային ժողովի падգամավոր է։ Վերջինս հենց քրոջ, նրա ամուսնու եւ իր կնոջ հետ ներկա է գտնվել այս պատարագին։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ Էվելինան հրապարակում էր արել, այդպիսով նշելով, որ այսօր մասնակցել են իրենք պատարագին։ Մարդ կա կիրակի մաքրվում ա, մարդ էլ կա ավելի է աղտոտվում։ Շատ եմ սիրում, որ 24 ու 7 բամբասող, չարախոսող ու սրա նրա մահը երազող մարդիկ իրանց սուրբ են զգում ու այդ ընթացքում մի րոպե չեն դադարում թաղել։ Այդ նույն ակտիվությամբ ձեր միջի դևերին թաղեք։ Նշենք նաեւ, որ այս հրապարակման մեջ Էվելինան կարծես թե նաեւ քաղաքական երանգներ է մտցրել, քանի որ վերջին շրջանում քաղաքականության մեջ մարդիկ իսկապես միմյանց մահն են ցանկանում։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ տեղեկացրել ենք Էվելինան ինստագրամյան էջում Լևոնի մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն։ Զույգը ցույց է տվել իրենց նոր բնակարանը, որը ձեռք են բերել երկուսով միասին։ 2025-ը մոտենում է ավարտին, տարվա ամփոփում դեռ կհասցնենք անել, բայց հիմա ձեզ հետ կիսվում եմ մեր կյանքի պատմության ամենակարևոր էջերից մեկով եւ ուզում եմ, որ դուք էլ առանց վարանելու հավատաք ձեր նպատակներին ու գնաք դրանց հետևից։ Դեռ ժամանակ ունեք այս տարի եզրափակելու կարևոր ձեռքբերմամբ, այն է բնակարան ձեռք բերելը։
Դերասանի կինը այս հրապարակումով ցույց է տվել նաև իրենց էմոցիաները, երբ ձեռք են բերել նոր բնակարան եւ առաջին անգամ մուտք են գործում այնտեղ, թե իսկ երկրպագուները ոգևորվել են ընտանիքի այս տեսակ ձեռքբերմամբ եւ շնորհավորել մաղթելով նորանոր ձեռքբերումներ 2026 թվականին։ Նշենք, որ ավելի վաղ կիսվել էինք Էվելինայի հրապարակումով։ Ես եմ, արի ասեմ, ասա լսեմ։ Արի ասեմ, իբր թե Ջուլին սպիտակ մազեր ունի, չի ներկում, իրական է։ Լռում ես, լսում ես, խոսում ես, թաղվում ես, բայց արի ուտես, որ սիրուն ես ու քեզ սիրում են։ Փայլում են այլերը, կարմիր այտերը, սիրուն սրտերը, սուտի ծտերը։ Յանը մթոմ, արևներս փակել են, ատամներս հաշվել են, օդում փոշին, սրտում լուսին, հերիք եղավ բոլեղավ, գազազած, գող ինձ թող, հերիքա գողանաս մտքերիս տիրանաս, մեկա բնորինակը բարոյական, տարածականը, պիկը էպիկա։ Ինչի ենք սեղանի սկիզբը միշտ նկարում, ոչ թե վերջը, շարվող մտքերը, դրած հայացքները, ձևը։ Էվելինայի նմանատիպ խորհրդավոր հրապարակումը բազմաթիվ հավանությունների է արժանացել ինստագրամյան հարթակում։ Դերասան Լևոն Մկրտչյանի կինը Էվելինա Ստեփանյանը ինստագրամյան էջում անսովոր հրապարակում եւ գրառում է թողել։ Վերջինս պատասխանել է համացանցում տարածվող այն լուրերին, թե ինչու ինքը իր հայրիկի մասնակցությամբ հրապարակում չի անում եւ ինչու են հրապարակումները բացառապես մայրիկի մասնակցությամբ։ Շատերը խոսում էին այն մասին, որ Էվելինան միգուցե իր հայրիկի հետ որևէ կապ չունի։ Այս ամենին փորձել է որոշակի պատասխան տալ վերջինս։ Սիրում եք ընտանեկան ֆոտոներ, մոք ծնունդը շնորհավոր։ Այս նկարում ամբողջական չենք, տատիկս, պապիկս, մամաս, մորաքույրներս ու մորաքրոջս աղջիկը, մնացածը պարում էին։ Ամեն բան հանգամանալից ներկայացրի, իսկ թե Էվելինա Ստեփանյանը ինչու չի հրապարակում հայրիկից կամ ընտանիքից ֆոտոներ, ասեմ, մերոնք չեն սիրում լինել հանրային, մեկ-մեկ թաքուն փոստեր եմ անում։ Նշենք, որ հերթական անգամ Էվելինան հայրիկի մասնակցությամբ այդպես էլ հրապարակում չարեց։ Հավելենք նաև, որ երեկ էլ ներկայացրել էինք Էվելինայի մեկ այլ հրապարակում։ Ինստագրամյան հարթակում ամուսնու մասնակցությամբ հրապարակում է արել, այդպիսով նշելով, որ վերջինս հոգնած նոր է վերադարձել աշխատանքից։ Գաղտնիք չէ, որ Վերջին զանգը հեռուստասերիալը մեծ ակտիվությամբ նկարահանում է իր սերիալի վերջին սերիաները, դե իսկ Լևոնն էլ բավականին հոգնած եւ տանջված տեսք ունի Էվելինայի հրապարակած տեսանյութում։ Սերիալի դերասանը հոգնած ջարդված եկել է սեմկայից ու կանի հիմա unboxing կոշիկ։ Դες դուրդ գալիս եմ։ Նորը սարը։ Ստմարը չի։ Ինչի չնայեցի։ Որը են առաջինը։ Հա, լավն է, դուրս բերեց։ Դուրդ բերեց։ Շատ լավն է։ Այս սպիտակ կեդերը դուրս եկավ։ Ճիշտ է, այստեղ սպիտակ կեդեր սիրող մարդ չեմ, բայց սիրուն է ինչ խոսք։ Լավ, այն մեկը ավելի ինչ հետաքրքիր է քո կարծիքը։ Չեն մյուսը լավ։ Ձախը լավ է։ Լավ է։ Նայ հաց ուտենք, սոված ենք։ Սպասել եմ այսքան, որ գա հաց ուտենք միասին։ Դե նայ։